Բարև ձեզ ընկերներ, դուք Պրովգորը ալիքում եք, այսօր ուզում եմ շատ պարզ ձևով բացատրեմ մի բան, որը Հայաստանում շատերը սխալ են հասկանում։ Շատերից եմ լսում, որ ինձ ասում են միջազգային շուկայում արծաթի գրամը $75 է, կամ ոսկունը $4450 է, և հարց են տալիս, ասում են ոնց է 2600-ից $3000 դրամ արծաթի գրամը Հայաստանում, կամ ոսկունը 57000-ից 60000 դրամ գրամը։ Հիմա բացատրեմ քայլ առ քայլ, որ ամեն ինչ պարզ լինի։ Երբ ասում են արծաթը $75 է կամ ոսկին $4450 է, դա Հայաստանի գինը չէ, դա միջազգային բորսայական գինն է։ Ինչ է նշանակում բորսա։ Բորսա դա միջազգային շուկան է, որտեղ պետությունները, բանկերը, մեծ կազմակերպությունները, որոնք ունեն շատ գումար, առնում և վաճառում են հումք։ Ինչ է նշանակում $75 արծաթ։ Դա նշանակում է 1 ունցիա, ուշադիր, կարևոր բառ, 1 ունցիան հավասար է 31.1 գրամ արծաթի։ Այսինքն $75 բաժանած 31.1 գրամի հավասար է $2.4 1 գրամի համար։ Մոտավոր հաշվենք դրամով, 2.4 անգամ 400 հիմա չգիտեմ ինչքան է, դրա համար 400-ով կհաշվեմ, մոտավոր 960 դրամ է լինում։ Սա միջազգային գինն է, առանց հարկի, առանց խանութի շահույթի և առանց ձևավորման։ Իսկ ինչու է Հայաստանում 2600 դրամից 3000 դրամ, որովհետև դուք բորսայից չեք գնում, Հայաստանում դուք գնում եք խանութից։ Իսկ այդ դեպքում արդեն ավելանում է հարկ, խանութի շահույթ, տեղափոխում, արծաթի մշակում։ Նույնը ոսկու դեպքում, երբ ասում են ոսկին պահվում է $4450 վրա, դա նշանակում է միջազգային շուկայում, միջազգային բորսայում 1 ունցիա ոսկին հավասար է $4450-ի։ Հիմա ամենակարևոր մասը՝ շուկայի վիճակը։ Այս օրերին աշխարհում կա Բլումբերգի ապրանքային ինդեքսի վերաբաշխում։ Պարզ հայերենով ասած, մեծ ֆոնդերը վերաբաշխում են իրենց ներդրումները։ Սա խուճապ չէ։ Գները կարող են մի քիչ իջնել և բարձրանալ։ Փորձագետների ասած պարզ լեզվով, մինչև հիմա ոսկու գինը $4300-ից անկում չի գրանցել։ Արծաթի գինը $71-ից անկում չի գնացել։ Սա նշանակում է իրական մեծ անկում չի եղել, շուկան դեռ համարվում է աճող։ Իսկ ինչու են մարդիկ շարունակում ոսկի և արծաթ գնել, որովհետև թղթադրամների արժեքը հիմնված է միայն վստահության վրա, իսկ ոսկին և արծաթը հազարավոր տարիներ ունեցել են իրենց իրական արժեքը։ Դրա համար է, որ կենտրոնական բանկերը, օրինակ Չինաստանի, Լեհաստանի, շարունակում են ոսկի կուտակել։ Ամփոփեմ շատ պարզ, $4450, $75, սա աշխարհում բորսայական գինն է։ 2600 դրամ, 3000 դրամ, սա Հայաստանի խանութներում տիրող գինն է։ Տարբերությունը բնական է, մինչև լուրջ անկում չկա, շուկան չի փլվում։ Այս վիդեոյի իմ նպատակը մեկն էր, որ դուք հասկանաք ինչ եք լսում, ինչ եք տեսնում և ինչին հավատաք։ Եթե օգտակար էր, բաժանորդագրվեք Պրովգորը ալիքին, կտեսնվենք հաջորդ վիդեոյում։